Արսեն, դեղերդ էլ չես խմել։ Արսեն, Արսեն։ Ինչ։ Դու կարող ես լուրջ մտածում ես, որ մենք իրար սիրում ենք։ Կամ էլ դու ես ինձ սիրում։ Խղճում եմ։ Այս ամեն ինչի համարել է դժվար։ Սոնայի մահը։ Դու քեզ խղճա։ Հələ մի հատ դավայ ստուց։ Ու ինձ հանգիստ թող։ Բարի օր։ Երեք գնացիք մի բան չասիք։ Դե շատ հանկարծակի ստացվեց։ Ինչ կապ ունի։ Արսենը տանն է։ Հա, տունն է։ Ոնց է։ Չնայած ինչ եմ Արսեն ոնց դիլնի։ Ոնց է։ Մամ։ Ուզում եմ գնամ ստեղից։ Ոնց թե գնաս։ Ուր գնաս։ Կժվել ես, էնել ես պահին։ Այս տանը բոլորը ատում են ինձ։ Ինչ ես խոսում։ Էլ չեմ կարողանում, մամ։ Ամեն ինչ անում եմ, ամեն ինչ, բայց էլ չեմ կարողանում, խեղդվում եմ այս տանը։ Վերջ տուր այդ լացուկոցիդ։ Ինչ ես խոսում։ Հա, իմ աղջիկ։ Էլ տենց բաներ չխոսաս, չլսեմ։ Նա քեզ հավաքում ես, լսում ես ինձ։ Խելուկ իջնում ես ամուսնուդ կողքը նստում ես, լավ։ Արսենը տեսնել չի ուզում ինձ։ Ասեցի էլ չլսեմ, Դինա։ Լիլիա։ Էլիս ջան, խանգարեցինք քեզ։ Քնել էի, բայց ոնց էի քնել չգիտեմ։ Վատացել էիր էլիս աշտապօգնություն կանչեցինք, սրսկեցին, քնեցիր։ Հա։ Ադամը տուն եկել է։ Հա, եկել է, այստեղ է։ Կօգնես իջնեմ ներքի։ Էլիս ջան, լավ էլի խնդրում եմ, պարկի գոնե մի քիչ էլ հանգստացի, այսօր շատ ծանր օր է լինելու։ Չէ, օգնե իջնեմ ներքև։ Արի։ Մի հատ շոր կգցես վրատ, չմարսես նորից տեղից էլ վեր կացել։ Հա, նորմալ, նորմալ։ Արագ, բայց զգուշ։ Գնում ենք լվացվելու, հետո նախաճաշելու։ Գնացինք, զգուշ, մեկը պեկին չհրեք։ Արագ, մի քիչ արագ։ Բարի լույս։ Բարի լույս։ Տենց էլ չքնեցիր։ Ահա, որ անհանգիստ եմ։ Մենակ թե Արմանը շուտ գա։ Սա տենց էլ չասեցիր, որտեղ ես ծանոթացել Արմանի հետ։ Երեխեքի մոտ գնամ, հա։ Սա։ Սարա, սպասի։ Սարա։
Ադամ ով սպանել էր խոս։ Ալո, Հայկ, Հայկը չի։ ներողություն կարող եմ Հայկի հետ խոսել։ Սպասեք, հիմա կփոխանցեմ։ Քեզ են ուզում։ Ես ոչ մեկ էլ չեմ ուզում խոսամ։ Միգուցե ինքդ ասես։ Ալո, Ես գալիս եմ, ուր ես գալիս։ քո հետևից։ Չգիտեմ, բայց անպայման կպարզեմ, որ պարզեցի են ժամանակ այդ մարդը հանգիստ չունենա իր ողջ կյանքում, շան պես կսատկացնեմ, կփոշմանի, որ ես աշխարհի վրա ծնվել եմ, սրանից հետո ինձ էլ հանգիստ չկա, մինչև չգտնեմ Սոնայի սպանողի։ Յասին, Ադամ ջան, ես էլ քո հետ։ Բարձացրեցինք, հիմա թեքվում ենք դեպի այս կողմ, ապրեք, դեպի այս կողմ, ապրեք։ Երեխեք հիմա բոլորդ ինձ եք լսում, ձեռքերը առաջ ենք պահում, բարձացնում ենք վերև ու ծափ, նորից առաջ, վերև ու ծափ։ Կարող ես շարունակել։ Տեսար Վիկան ոնց է աչոք ավաքում։ Ինձ համար մեկը ինչ ուզում է թողանի։ Դա ինչ էլ անի, չի ստացվի։ Արմանը չեկավ։ Դեռ շուտ չի։ Հա, բայց եթե ինքը չգա, Միլենային հետ չեմ բերի։ Բայց երեք Աշխենը ասեց, որ Գիտեմ, ուղղակի չգիտես Գրիգորյանին։ Ինքը որոշումները պահի տակ ընդունում։ Երբեք չես կարող իմանալ հաջորդ վայրկյանին ինչ մտքով կանցնի։ Էդ էլ կա։
Բան չկա, նորմալ է։ Մի քիչ գլուխս պտտվեց։ Արի գնանք նստենք։ Իմ գալը որոշ ժամանակով հետաձգվում է։ Օֆիսի հարցերով ուզում եմ, որ դու զբաղվես ու դա խնդրանք է։ Բայց քո հաճախորդները կարող է չհամաձայնեն։ Գիտեմ, փորձի իրավիճակը բացատրես։ Ես այդտեղ մի քանի հանդիպումներ ունեմ նշանակած։ Այդ ամենը թողնում եմ քեզ։ Չէ, չի ստացվի։ Կարծում եմ, մի որոշ ժամանակ ճիշտ կլինի ես, որ ստեղ մնամ։ Հասկանում եմ։ Մերոնց վիճակը հիմա շատ ծանր է։ Սոնայի մահը ոչ ոք չէր սպասում։ Այսօր Լյուսի հետ էի խոսում ու չհամարձակվեցի նրան հայտնեմ այդ լուրը։ Հասկանում եմ։ Օֆիսը քեզ եմ թողնում, զբաղվիր խնդրում եմ։ Հանգիստ եղի։ Դե հանգիստ չեմ կարող լինել։ Բայց գոնե ինչ-որ մի բան սփոփում է, որ դու ուտեղ ես ու գործը գլուխ կբերես։ Ես էլ եմ նեղվում, որ հիմա այդտեղ չեմ։ Կողքիդ։ Ինձ հիմա դու ուտեղ ես պետք ստեղ։ Ինչի՞ չի ելույթ։ Գիտես ինչքան եմ զանգել։ Գիտեմ, տեսա SMS-ը։ Բա ուր էիր։ Ով կմտածեր։ Սոն, ում մտքով կանցներ։ Մենք Արսենի համար էինք անհանգստանում։ Մինչդեռ դու։ Արսեն